Երբ որ այս քաղաքական ուժը գալիս էր իշխանության, երկրորդ մոտեցման կողմնակիցներ առնվազն ասում էին, որ քաղաքացին լայն իմաստով տուգանքի մատերիալ չի։ Բոլորը պետքա տուգանվեք, որպեսզի մեր բյուջեն բույնի։ Մենք կարանց դե նստենք, որոշենք, որ դուք սաղը ստախոսներ եք, բայց պետք է դրա համար պատասխան տանք, չէ՞։ Ցանկացած տեսուչ, ցանկացած պատճառով մանիպուլացնելով անընդհատ ունենալու է առիթ անընդհատ տուգանելով։ Ուրեմն դուք դատապարտված եք կործանման։ Ինչին ձեռ են տալի, փչացնում են։ Ներկայում վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև գործնստեյության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Արդարադատության նախարարության հավաստիացմամբ առաջարկվող փոփոխություններով դատարան դիմելով հնարավոր է լինելու տուգանքը մինչև վերջնական դատական ակտի կայացումը չվճարելու միջնորդություն ներկայացնել։ Այստեղ խնդիր կա։ Վարչական ակտի կատարումը կասեցնել նշանակում է իրավական երաշխիք տալ ներդրողին, գործարարին, որպեսզի ինքը իմանա իր վերջնական, այսպես ասած, իրավունքները վերականգնելու հանգրվանը իրավունքի ուժով գործում է անշեղ եւ կա երաշխիք, որ իր շահերը կարող են պաշտպանվել։ Փոփոխությունով ինչ է առաջարկվում։ Փոփոխությունով առաջարկվում է, որ գիտեք իրավական ակտով երաշխիքը եկեք վերացնենք եւ լիազորությունը վերապահենք դատավորին, դատավորը կորոշի դուք վճարեք թե չվճարեք։ Հիմա գալիս ենք հաջորդ խնդրին։ Նույն վարչական դատավարության նորից գրքի 83 հոդվածի երկրորդ կետում կարգավորված է խնդիրը։ Եվ երկրորդ կետով հետևյալն է շեշտվում. Եթե վարչական մարմինը պատկերացնում է կամ գրավոր կարողանում է հիմնավորել, որ վարչական ակտի անհապաղ կատարում բխում է հանրության շահերից, ապա կարող է գրավոր հիմնավորել դա եւ դատարանը բավարարի ու վարչական ակտի կատարման ընթացքը չկասեցվի ու դառնալ միջապես վճարման ենթակա։ Այսքան տարիների ընթացքում վստահեցնում եմ ձեզ, կամ դեպքեր չեն եղել, կամ դրանք մեկ կամ երկու հատ են եղել։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հնարավոր չի եղել բավարար չափով այդ հիմնավորումները ներկայացնել, որտեղ դատարանն էլ վճիռը կայացնելուց որոշումը կայացնելու ժամանակ նաև շատ հաճախ օգտվում է դատահաշվապահական փորձաքննության եզրակացություններից, երկու կողմերի լսելուց եւ այսպես շարունակ։ Հիմա այդ բեռը արդեն վերապահում են տնտեսվարողին։ Այսինքն, եթե մի գործողություն, մի ոլորտ հնարավոր չի եղել կարգավորել պետական, վարչական մարմնի կողմից հիմնավորումների պարագայում, այդ ինչպես է ստացվելու, որ հնարավոր կլինի կարգավորել արդեն տնտեսվարողների կողմից հիմնավորման պարագայում։ Ինչ հետևանքներ կարող են ունենալ վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները բիզնեսի վրա։ Բիզնեսի վրա շատ էական ազդեցություն է թողնելու, առաջին հերթին հանգեցնելու է կապիտալի փախուստի Հայաստանի Հանրապետությունից, զուգահեռ խոչընդոտելու է ներդրումների ներգրավմանը։ Սովորաբար կապիտալը սիրում է ավելի կայուն միջավայրեր եւ կապիտալը հոսում է կայուն եւ կանխատեսելի միջավայրեր։ Այսինքն մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը մարդը գիտի, որ ինքը որևէ կերպ այդ պայմանական պարտավորության վնասակար հետևանքները չի կրում, որովհետեւ եթե կա վիճաբանող կողմ, տնտեսվարող սուբյեկտ եւ վարչական մարմին, օրինակ տվյալ դեպքում հարկային մարմին, դատարանն այն վերջին արդարադատություն իրականացնող ինստիտուտն է, որը որոշում է կայացնում, որ մի կողմն է ճիշտ, մինչև դա սահմանվում է պայմանական պարտավորություն։ Վերջին տարիներին, եթե մենք վիճակագրությունն ուսումնասիրում ենք, անընդհատ ներդրումները բացասական են, անընդհատ, եւ Հայաստանի Հանրապետության նույնիսկ ներքին կապիտալը անընդհատ արտահոսում է Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն դժվար չի վերլուծել անբարենպաստ ներդրումային միջավայրը Հայաստանի Հանրապետությունում եւ դժվար չի մի քանի որոշակի բարենպաստ կետերն էլ հաշվի առնել, որ դեռևս այդ պատճառաբանությամբ Հայաստանում շարունակում է բիզնես մնալ, աշխատել, աշխատատեղեր ստեղծել։ Եվ վերադառնալով այս ամենին, կապիտալը արտահոսելու է, ներդրումները բացակայելու են, իսկ ինչը շղթայական ռեակցիայով հանգեցնելու է արդյունաբերության իսպառ վերացման, բնականաբար սա իր հետ բերում է աշխատատեղերի կրճատում, գործազրկության աճ, սա իր հետ բերում է արդեն համատարած աղքատություն։ Ըստ արդարադատության նախարարության առաջարկվող փոփոխություններով պատասխանատվության ենթարկված եւ տուգանքը վճարածը դատական ակտը հօգուտ իրեն կայացվելու դեպքում պետք է դիմում ներկայացնի վճարած տուգանքի գումարը իհետ ստանալու համար։ Այսինքն, եթե քաղաքացին դիմում չներկայացնի, պետական մարմինները դատարանի վճիռը չեն կատարելու։ Ըստ էության ոչ, որովհետև այստեղ էլ նորից դրել են ավելորդ քաշքշուկներ եւ ավելորդ վարչարություն, որովհետև ակնհայտ է, եթե տվյալ դեպքում վարչական մարմինը պարտվող կողմն է եւ գանձումը կատարել է, ինքը անհապաղ պետք է հետ վերադարձի գումարները։ Բայց մի հատ էլ ավելորդ վարչարություն են ավելացնում, դիմում գրել, դիմումը կարող է սխալ լինել,
կասեցնել մաքսիմալ ժամանակ են փորձում շահեն, որպեսզի կարողանան քաղաքացիների ֆինանսական միջոցները օգտագործեն օգուտ իրենց։ Պետական տուրք պետք է վճարի, փաստաբանական ծառայության համար վճարում պետք է կատարի, 5000 դրամը պետք է վճարի, այդ ամենայդպես մինիմալ տուգանքի մասին ենք խոսում 5000-ը։ 5000-ը պետք է վճարի 3-ից 4 տարի կռվի դատարաններում, առաջինից մինչև վճռաբեկ դատարան, այնուհետև դիմում ներկայացնի պետությանը, ըստ դիմ 5000 դրամը, փաստաբանի վարձատրությունը, պետական տուրքի եւ այլն փոխհատուցեք։ Տուգանքը վճարած ընկերությունը կամ քաղաքացին վարչական ակտը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու պարագայում կարող են պահանջել կորցրած եկամուտը։ Գործնականում դա հիմնավորելու խնդիր կա։ Հնարավոր է փաստորնված օգուտի փոխհատուցման պահանջի ներկայացումը, բայց դա աշխատատար ու բավականին բարդ գործընթաց է, որովհետև այլ հարց է, երբ որ տուգանքի ենթարկվողը ունի համապատասխան իրավական գիտելիքներ եւ իր ցանկացած ծախսերի համար փաստաթղթերի հավաքագրում է իրականացնում, այլ հարց է, երբ որ տուգանվողը հեռու է իրավական գիտելիքներից, օրինակ վարորդ է եւ չի կարողացել տարվա ընթացքում իր տաքսի մեքենայից կամ ինչ-որ մեկից տրանսպորտային միջոց վարձակալության համար փաստաթղթավորումը ապահովի, նման պարագայում 3 տարի հետո իրավունքների վերականգնելուց հետո հնարավոր է դիմի փաստաբանին, որպեսզի կորցրած օգուտի փոխհատուցման հայցով ներկայացնի նորից հայցադիմում դատարան, բայց փաստորեն փաստաթղթերի բացակայության պատճառով մարդու իրավունքները հնարավոր չլինի վերականգնել։ Ինչ խնդիրներ կարող են ունենալ տուգանված քաղաքացիները, մասնավորապես վարորդները բարեկային ծառայության կողմից վարչական տույժ նշանակելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու ընթացքում։ Դիտարկենք դեպք, երբ որ բարեկային ծառայողը տուգանքի է ենթարկել վարորդին, որը իր հետ ենթադրում է ոչ միայն տուգանքի վճարում, ֆինանսական պատասխանատվություն, այլ բալային համակարգից որոշակի նվազեցում։ Պատկերացրեք, վերջին բալերն են մնացել եւ բարեկը սխալ կամ ապօրինի տուգանել է վարորդին, վարորդը բողոքարկելով եւ իրավունքների պաշտպանության համար դատական եղանակով հնարավորություն ունի վերականգնելու իր խախտված իրավունքը եւ բացասական պատասխանատվության չի ենթարկում, այսինքն իր ենթադրյալ արարքի զանցանքի բացասական ռիսկերը չի կրում դեռևս։ Հիմա պատկերացնենք, եթե փոփոխություն տեղի ունենա, մարդու բալերը զրոյացվում են, զրկում է մեքենա վարելու իրավունքից 1 տարով, որից հետո իրավունք է ստանում քննություն տալու միջոցով վերականգնելու իր վարորդական վկայականը եւ 3 տարի հետո դատական ակտը լուծվում է իօգուտ վարորդի։ Ինչ անում վարորդը։ Ակնդեմ հայցով դիմում է դատարանին, ասում է՝ «Բարեկը սխալ է արել, որ ինձ տուգանել է, նախ վերականգնեք իմ այդ վճարած տուգանքը, երկրորդ 1 տարի տրանսպորտային միջոցից զրկված դնելով ես երթևեկել եմ տաքսի տրանսպորտային միջոցներով, պետական բյուջեից փոխհատուցում տրամադրեք եւ պատկերացրեք, ինչ որ մի բարեկի, ինչ որ մի սխալ որոշման հետևանքով պետական բյուջեն շարունակում է կրել վնասներ, մարդիկ փաստացի զրկվում են աշխատանքից, որովհետեւ շատերի համար այդ մի մեքենա վարելու վարորդական իրավունքը հացի վաստակելու աղբյուրն է հանդիսանում։ Սա ամենա այդպես թեթև միջավայրը։ Երկրորդ, ուրեմն, այդպես սեգմենտը ֆիզիկական անձանց, որ գալիս են, շատ ավելի բարձր տուգանքներ են։ Դրանք կարող են լինել մաքսային մարմինների կողմից, առողջապահական տեսչական մարմնի կողմից, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից, կարող են լինել դրանք 5 միլիոն, 10, 15 եւ 20 միլիոն դրամներ։ Այսինքն չվճարելու պարագայում ֆիզիկական անձինք ստիպված են լինում այդպես ամբողջ ունեցվածքի վրա կալանք է դնում դատարանը, հարկադիր մարմինը եւ նույնիսկ կարող է հասցնել ընդհանուր մինչև բնակարանից զրկման։ Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների պարագայում, մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, քաղաքացին կամ ընկերությունը, օրինակ ՊԵԿ տեսուչի կամ բարեկի որոշմամբ օրինախախտ են ճանաչվում։ Հաստատի այո, եւ դուրս է գալիս, որ այս փոփոխությունով ձեռնոց են նետում իրավագիտությանը, իրավական ակտերին ընդհանրապես, որովհետև պետք է ելնել անմեղության կանխավարկածով։ Այնինչ փոփոխությունը տալանում է, այսպես կամ փոփոխությունը բնութագրվում է մեղավորության կանխավարկածով իրականացող փոփոխություն, որը անթույլատրելի է, հակասահմանադրական է, անիրագործելի է եւ ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ Հայաստանի Հանրապետության ընդհանրապես։ Պետք է հենց այսօր, հենց վաղ ամեն ինչ անենք, որ հանկարծ այսպես իրավական ակտ չընդունվի։ Վստահեցնում եմ, ընդունման պարագայում վերջնականապես տապանակար ենք քաշում Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի վրա։